Ողջույն իմ մեծ ու փոքր սիրելի հետևորդներ, այսօր անցնելու ենք մաթեմատիկա H46 գումարի և տարբերության անհայտ բաղադրիչի գտնելը ընտրության եղանակով։ Նախ վերհիշենք գումարելիների բաղադրիչները։ Արտահայտության մեջ լինում է գումարելի, գումարելի, գումար։ Լինում է առաջին գումարելի, երկրորդ գումարելի և պատասխանի ասում ենք գումար։ Սա հավասարություն է, դրված է հավասարի նշան։ Շատ ժամանակ ինձ հարցնում եք, որն է անհավասարությունը, երբ երկու կողմերը հավասար չեն։ Տեսեք, այս երկու կողմերը հավասար են, 5-ին գումարած 3, 8 ու հավասար է 8։ Օրինակ կարող է լինել 8-ը հավասար է 8-ին։ Սա հավասարություն է։ Հիմա դուք ինձ կհարցնեք, կարող է արդյոք լինի, որ գումարման բաղադրիչները լինեն 3-ը կամ 4-ը, այո, կարող է։ Կարող է լինել գումարելի, 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 նոր գումար, կամ 4-ը գումարելի, հետո նոր գումար։ Կարող է լինել այնպես, որ լինի գումարելի, գումարելի, արդեն հանելի, այսինքն գումարի պատասխանից հանել հանելի և ստանալ արդեն պատասխան արտահայտության արժեք։ Անցնենք առաջ։ Օրինակ աղյուսակի տեսքով նայենք գումարելի, գումարելի, գումար։ Վերևի թվերը գումարում ենք իրար, պատասխանները գրում ենք երկևի հատվածում։ 8-ին գումարած 9, այսինքն 8-ի հաջորդ թիվը։ Հիշում ենք, որ գումարման դեպքում գրում ենք 8-ի թվանշանների հաջորդ թվերը։ Այլ հանման դեպքում գրում ենք թվանշանների նախորդ թվերը։ 5-ի գումարած 2, 5-ից հետո գալիս է 6, 7, պատասխանը կլինի 7, 7-ին գումարենք 3, 3, տեսեք 3 շրջանակ են դրում, 7, 8, 9, 10, նման ձևով գրում ենք նաև մնացածը։ Շարունակելով մեկը մյուսին կատարեք գործողությունը։ Նախ 8-ից կհանենք 6, կհիշենք նախ կազմությունը, 8-ը կազմված էր 6-ից և 2-ից, 6-ը մենք կգրենք 2-ը, 2-ին կգումարենք 5, տեսեք 5, 6, 7, կստանանք 7, 7-ին գումարենք 3, դնենք 3 շրջանակ, հաշվենք 7-ից հետո գալիս է 8, 9, 10, կստանանք 10, 10-ը հանենք 4, 10-ից հանենք 4, 10-ից հանենք 4, 10-ը կազմված էր 4-ից և 6-ից, կամ հանենք 4-ի հետ հաշվարկ կատարենք, 10-ից առաջ, 10-ից նախորդ թիվը, 10-ի այստեղ գտնվող թիվը, 9, 8, 7, 6, կստանանք 6, չէ որ 10-ը կազմված էր 6-ից և 4-ից, 6-ը կազմված էր 4-ից և 2-ից, ինչպես նաև կարող ենք նորից հետ հաշվարկ կատարել, 6, 5, 4, 3, 2, պատասխանը 2-ը, 2-ից հանանք 2, այսինքն 2 խնձոր ուներ, 2-ն էլ վերցրեցինք, կստանանք 0, միանման թվերը միասին իրարից հանելով ստանում ենք պատասխանը 0, 0-ին գումարած 8, 0-ն ոչ մի բան էր, այսինքն ոչինչ չես տալիս նրան, 8, կգրենք պատասխանը 8-ից հանած 2, 2 անգամ հետ կգնանք, 7, 6, 8-ը կազմված էր 2-ից և 6-ից։ Փորձիր կռահել, թե ինչ պատկերներ կան առերծվածային տնակում և որ վանդակներում պետք է լինեն դրանք։ Եթե նայենք երկու կողմի վանդակներում, ապա կտեսնենք, որ վանդակների երկրաչափական պատկերները նույնն են։ Այստեղ բացակայում է այս եռանկյունը, ուրեմն 3 համարի վանդակում կլինի կարմիր գույնի եռանկյունը։ Այստեղ կանաչ է, այստեղ շրջան, 4 համարի վանդակում բացակայում է շրջանը, և եթե նայենք այստեղ կանաչ քառակուսի է, և ուրեմն 6 համարի վանդակում բացակայում է կանաչ գույնի քառակուսի, կներկենք կանաչ։ Այստեղ նայենք, եռանկյուն կապ
8 ունի եռանկյուն։ Խնդրում եմ դուք ինքներդ ներկեք այն եռանկյունը։ Բարդան խնդիրը։ Հայկը 7 տարեկան է, Արան Հայկից 3 տարով փոքր է։ Այսինքն 7-ից փոքր պետք է կատարենք հանուն 7-ից հանած 3։ Այս խնդրի պատասխանն այսինքն ուզում է 7-ից հանած 3։ 7-ից եթե հանենք 3, եկեք 3 հանենք, հաշվում ենք 7, հետ ենք գնում նախորդ թվերը, 6, 5, 4, Արան 4 տարեկան է։ Նախ պարզիր, թե տրված թվերից որ պետք է տեղադրել վանդակի փոխարեն, որպեսզի հավասարությունը վերականգնվի։ Տեսեք, բանալի թվերն են 1, 2, 4, 7։ Նախ, որպեսզի գտնենք անհայտ թիվը, պատասխանից կհանենք, չէ՞ որ 9 կազմված է 5-ից և ապա 4-ից։ Տեսեք, բանալի թվերում կա 4։ 10 կազմված է 9-ից, կատարում ենք հանում, 9-ից հանած, 10-ից հանած 5, 10 կազմված է 9-ից ու 1-ից, բանալի թվերում կա 1։ Էստեղ 8-ից հանած նվազելի, հանելին չկա, որպեսզի գտնենք մյուս հանելին, կարող ենք տարբերությունը վերև դնել հանելի փոխարեն, այսինքն 8-ից հանենք 1, ինչ կստանանք, 7, այսինքն այստեղ 7-ն է, հանելին 7-ն է, 8-ից հանած 7, հավասար է 1, կարող ենք նաև տեսնել արդյոք ճիշտ ենք կատարել, կատարենք ստուգում, 8-ից հանենք 1, կստանանք 7, և վերջում ասեմ, որ 8-ը կազմված է 7-ից և 1-ից, ում է այստեղ կատարել, տեսեք, որ առաջի նվազելին կա, իսկ հանելին անհայտ է, չկա, նվազելից հանենք մեր տարբերությունը, այսինքն 7-ից հանենք 5, կստանանք մեր հանելին, և հիշենք, որ 7-ը կազմված է 5-ից և 2-ից, 7-ից հանած 2 կստանանք 5, կատարենք ստուգում, 2-ին գումարենք 5, 5 եթե գումարենք, 5-ից հետո կգա 6, 7, այսինքն պատասխանը կլինի 7, մենք ճիշտ ենք կատարել վարժությունը։ Գործնական աշխատանք սա